Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն։ Բարև իմ շահացիելի հեռուստադիտողներ, Մեդինֆորում ծրագրի շրջանակում այսօր խոսելու ենք տոնական օրերին պայթուցիկների, հրավառությունների, իհարկե այս հրաշալի թեմայի հետևանքների մասին։ Միշտ չէ, որ տոները լավ ավարտ են ունենում, երբեմն դրանք ուղեկցվում են տարատեսակ խաթարումներով, անակնկալ միջադեպերով եւ դրանցից ոչ պակաս տարածված են հրավառությունների հետևանքով առաջացած այրվածքները եւ այլ վնասվածքներ։ Հենց այս թեմայի շուրջ եմ զրուցելու եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբույժ, ինչպես նաև միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ բարև բժշկուհի։ Իհարկե սկիզբը շատ ուրախ էր, դրական էր, բայց պետք է փաստել, որ հաճախ այս ուրախությունը ունենում է վատ ավարտ։ Հիմնականում հրավառությունների հետևանքով որպես միկրովիրաբույժ դուք ինչ դեպքերի եք ականատես լինում։ Շնորհակալություն այս թեմային անդրադառնալու համար, որտեղ ինքը խնդիրը կա միշտ եւ կարծես թե նույն տեմպով պահպանվում է, որովհետեւ ամեն տարի այդ նախատոնական կամ տոնի հենց դեկտեմբերի 31-ի գիշերը բավական մեծ քանակով դիմելիություն է նույնիսկ լինում մասնագիտական կենտրոն, որտեղ սպասարկվում է այդ միկրովիրաբուժական ծառայությունը։ Շատ հաճախ այս հիվանդների մոտ առաջանում է դեմքի, վերջույթների, աչքերի եւ այլ բավական լուրջ վնասվածքներ, նույնիսկ կյանքի հետ անհամատեղելի կարող է վնասվածք լինել, եթե այդ պայթյունը լինի ուժգին, նույնիսկ ուղեղի վնասվածք կարող է առաջանալ։ Սա սովորաբար ինչպես է լինում, նույնիսկ մարդկանց երբ որ հորդորում ենք, որ մի գնեք, ամեն պայթուցիկ չի, որ գնելուց պետք է օգտագործեք եւ այլն, իրենց հակապատասխան լինում է, իսկ ինչու են վաճառում։ Այն վաճառվող պայթուցիկները, որոնք ոչ պրոֆեսիոնալ են կամ կանոններին չհետևելու դեպքում է այս խնդիրը առաջանում, պետք է խուսափել ուղղակի երեխաներին չտալ կամ գնել պրոֆեսիոնալ, կանոնները մանրամասն կարդալ, ինչից հետո ոնց անել եւ այլն, որպեսզի հնարավորինս լինի այս միջադեպերի քանակը հիմնականում սխալ գործածման հետևանքները։ Սխալ գործած լինում է շատ ժամանակից շուտ պայթում է, ձեռքում է պայթում, ինչի է այդպես լինում, որ ձեռքում պահած չպետք է պայթի, չէ, ասենք միացնելուց հետո պետք է նետի, նոր պայթի, չի հասցնում եւ ձեռքի մեջ պայթում է։ Այսինքն դա կարող է լինել կապված պայթուցիկի որակի հետ, մարդու կանոնների կամ վայրկյանների տարբերությամբ կրակից հետո պետք է նետի եւ բայց պահում է եւ այլն, որտեվ գինովցած են լինում, չէ, տոնական գիշերը եւ ցավոք շատ բարդ դեպքեր են եղել, որ երեխաները կորցրել են մատերը, ասենք երեխայի ծնողը նույնիսկ երեխայի ձեռքում պայթելուց հետո փոխանցել է հորը կամ հայրը ուզեցել է վերցնի եւ հոր ձեռքում էլ է պայթե աչքերի այրվածքներով եւ այլն վնասվածքները բավական շատ են ու ծանր կարա լինի եւ երբ որ արդյունքում տեսնում ես որ երեխան կորցնում է մատերը պայթյունից հետո շատ քիչ է լինում որ հնարավոր է լինում վերականգնել որտեւ այդ պայթյունային ուժը եւ այրվածք առաջացնող այդ իր նյութը որը այրվում է այնքան խորն է լինում որ հյուսվածքը ուղղակի պահել հնարավոր չի լինում Դրա համար շատ ճիշտ էր ձեր մոտեցում այս նախատոնական օրերին այս խնդիրը շոշափել, բարձրաձայնել, որպեսզի մենք հնարավորինս կարողանանք կանխարգելել, իսկ եթե արդեն եղել է, ապա Իզմիրլյան բժշկական կենտրոնը 24 ժամվա
7 օր 24 ժամ պատրաստ է այսպիսի վնասվածքներով հիվանդներին ընդունել եւ սպասարկել շատ բարձր մակարդակով։ Այսինքն վնասվածքները անդառնալի են, թե այնպիսին են, որ բարդ վիրահատությունից հետո հնարավոր է վերականգնել։ Վերականգնողական վիրաբուժությունը հենց միկրովիրաբուժությունը ուղղված է գրեթե լիարժեք վերականգնման, բայց ասում եմ լինում են դեպքեր, որ այրվածքը այնքան խորն է լինում, կամ այդ պայթյունի հարվածային ալիքի հետևանքով մատը ամբողջական վառված օգվում է ու վառված հյուսվածքը փոխպատվաստել ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ։ Այդ դեպքում ձեռքը եթե ֆունկցիան կխախտվի, բայց գոնե արտաքին տեսքը կպահպանվի։ Ինչքան հնարավոր է, այո, բայց կարող է օրինակ մի քանի տարի առաջ հիշում եմ ադամնատեխնիկ տղա էր ու որի մատերը այդ այրվածքի հետևանքով գոնե մեկը չեղավ պահպանվում, մնացածը հնարավոր եղավ, բայց երեխան, որը պետք է մատերով աշխատեր 17 տարեկան երեխա էր, որ սովորում էր արդեն կորցրեց մատը, այսինքն պետք է շատ զգոն լինել, ուշադիր լինել եւ հնարավորինս խուսափել եւ պահպանել կանոնները։ Իրականում նախատոնական օրերին ընդառաջ սա կարևոր կոչ է, հատկապես երբ հնչում է միկրովիրաբույժի, այո, կողմից եւ զգոնության կոչ է նաեւ հեռուստադիտողին։ Խնդրեմ ներկայացրեք, թե հրավառության այս դեպքերից բացի ներկա մարդիկ կարող են տուժել։ Ընդհանրենք պայթյուն է տեղի ունեցել մեկի կողմից, այո, եւ հարակից մարդիկ նույնպես տուժում են։ Իհարկե, եթե այդ ուժը լինի պայթյունի մեծ, նույնիսկ այդ կրակը մոտ կանգնած մարդկանց կարող է այրվածքներ առաջացնել։ Այնտեղ այրվածք կառաջացնի ավելի շատ, իսկ ում ձեռքում որ լինում է սովորաբար կոտրվածքներ էլ է առաջանում։ Եվ ամպուտացիաներ բնականաբար։ Դրա համար ինչքան հնարավոր է։ Նույնիսկ դնում են, ֆիքսում են հեռու, պետք է ազատ տարածություն լինի։ Այդ ամեն ինչը պայթուցիկի հետ սովորաբար այդ հրավառության նշված լինում է այդ ինստրուկցիան կիրառման, էլի։ Դրա համար պետք է ուշադիր լինել շատ։ Բժշկուհի, բացի այն, որ դուք նշեցիք պահանջում են իսկ ինչու են վաճառում, այո, սա հարցի մյուս կողմն է, այդ շուկայի վերահսկողությանը չէ, որ մենք այսօր պետք է անդրադառնանք, սակայն հետաքրքիր է բացի վաճառքի կետերում ձեռք բերածից նաև շատ են ինքնաշեն եղանակով պատրաստած պայթուցիկները։ Ցավոք ինքնաշեն հատկապես երեխաները ինքնուրույն ինչ որ պատրաստում են եւ ինքնուրույն էլ փորձում են տենց ձայն հանող ինքնաշեն պայթուցիկ օգտագործել եւ դա էլ է այո վնասվածքի պատճառ դառնում։ Կա ավելի վտանգավոր նա է թե նա։ Նա ավելի ոչ ինքնաշեն։ Ինքնաշենը այդքան ուժեղ չի կարող լինել։ Կարող թեթև այրվածքներ կարող են առաջացնել, բայց նա լուրջ ամպուտացիաներ, նույնիսկ աչք ամբողջությամբ կարող աչքը կորցնել դեմքի այրվածքի հետևանքով։ Այսինքն խնդիրը ոչ ճիշտ կիրառելու մեջ է, թե նաև կարող է եւ անորակ լինի, որովհետեւ գիտեք, այդ շուկայում ինչքան տարբեր բազմազան գներով պայթուցիկներ կան։ Այսինքն եւ որակն է եւ պահպանման կանոն է։ Ոչ պրոֆեսիոնալ սարքերի այդ պայթուցիկների օգտագործման հետևանք են սա։ Բժշկուհի եւ խնդրեմ հակիրճ ամփոփիչ կարգով ներկայացնենք, թե որն է կարևորը այս պայթուցիկներից հրավառությունների հետևանքով առաջացած բարդությունների ձեռք մնալու համար, ինչ խորհուրդ եք տալիս հեռուստադիտողին։ Խորհուրդ կտամ, եթե իրոք կա ցանկություն օգտագործել, ապա գնան պրոֆեսիոնալ խանութներից, որտեղ կա նույնիսկ երաշխիք, որ երաշխավորում են այդ պայթուցիկի որակը։ Պրոֆեսիոնալ մոտեցում, երկրորդը հետևել բոլոր կանոններին, որը այդ գնված պայթուցիկի մեջ լինում է դրված, այդ կանոններին հետևել եւ երրորդը ոչ պրոֆեսիոնալ այդ ինքնաշեն պայթուցիկներ չօգտագործել եւ վերջինը, եթե նույնիսկ եղել է այսպիսի իրավիճակ, արդեն ունենք, ապա իմանան, որ Իզմայելյան բժշկական կենտրոնը պատրաստ է 24 ժամ սպասարկել այս ոլորտի վերականգնողական վիրահատություններով, հիվանդներին սպասարկել բարձր մակարդակով։
Շնորհակալ եմ կարևոր մեսիջի համար։ Հարգելի հեռուստադիտող, դե ինչ տոներին ընթառաջ վերականգնողական բժիշկը, պլաստիկ վիրաբույժը ձեզ կոչանում լինել ուշադիր բոլոր այն ատրիբուտների տարերի նկատմամբ, որոնք ապահովում են ավելի տոնական տրամադրություն, դրանք պայթուցիկներն են, հրավառություններն են, բայց որոնք կարող են ճակատագրական լինել եւ հանգեցնել իհարկե հաշմանդամության, այնպես որ ուշադիր եղեք եւ հարկ եղած դեպքում իհարկե կարող եք դիմել միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանին։ Այսքան այսօրվա համար, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։